Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Դավիթ Սարգսակ Հովհաննիսյանն է։ Ողջույն Դավիթ ջան։ Ողջույն Վահե ջան։ Ինչպե՞ս եք։ Հիանալի, շատ լավ, նման տաղավարում գտնվելը եւ նման հյուրընկալությամբ առիթ ունենալը Կենտրոն հեռուստաընկերությունում։ Շնորհակալ եմ շատ։ Դավիթ ջան, անդրադառնանք նախ ինչ ենք պատրաստելու այսօր, որովհետև Էրգրի համ հաղորդաշար է, որտեղ անդրադառնում ենք մեր արմատներին, տեղափոխվելով մեր մանկության հուշեր եւ բաղադրատոմսեր։ Այսօր մենք պատրաստելու ենք քո տատիկի բաղադրատոմսով հետաքրքիր մի տոլմա, որի մասին դու իհարկե կմանրամասնես։ Ինչպես եք անվանում այս տոլմային դուք։ Սովորաբար ես, որ ամեն անգամ առիթ եմ ունենում այս բաղադրատոմսին մոտենալու, իմ մոտ շատ վառ հուշեր են արթնանում։ Տոլման եզակի անունն է, կոչվում է պուտուկով տոլմա, դա կավե այդպիսի մի աման էր, որի մեջ շերտ-շերտ դասավորում էին տոլմաները եւ ընթացքից անշուշտ մեր հեռուստադիտողը պիտի տեսնի, թե ինչ բաղադրամասեր են անհրաժեշտ պատրաստման համար։ Իսկ թոնիրն էին իջեցնում։ Այո, թոնիրն էին կաղկալով, այդպես որ ասում են, դնում էին։ Դրա համար ուրիշ է։ Ժողովրդական շատ սիրուն սովորույթ էր, որ նաեւ դա բարեկամներով, հարազատներով իրար հետ հավաքվելու եւ դեսից դենից խոսելու, հեքիաթ ասելու, պատմությունները կիսելու։ Իմ արմատները շատ վառ եւ գունեղ են։ Ես ծնունդով Թալինի շրջանի Մաստարա համայնքից եմ։ Հիանալի։ Ես էլ եմ Թալինից։ Ու շատ վառ հուշեր կան մանկությունից, որոնք որ կապված են նաեւ նույն այդ Էրգրի պատմությանը առնչվող արմատները մուշից։ Արմատները մուշ եւ մի քիչ խառնուրդ կա, հետաքրքիր մի բան կա։ Ահա։ Ավելի վերևի հատվածում դեպի Աշնակ, Ուջան, Բազմաբերդ եղող գյուղերում մեծամասամբ սասունցիներ են։ Այո։ Մաստարայի բնակիչների արմատները բացի տեղական համայնքից եկել են նաև ցեղասպանությունից հետո եւ եկել են Էրգրից գալով տարբեր համայնքներից Ալաշկերտ, Խնուս, Մուշ, Մուսալեր եւ հետաքրքիր մի այդպես ժողովրդական ընտանեկան սովորույթ է եղել, որ օրինակ ովքեր որ սասունցի են եղել, որտեղ մեր ընտանիքի մի մաս էլ Սասնա արմատներ ունի։ Իմ ընտանիքի պես են, մուշ սասուն է։ Իրար հետ։ Հետաքրքիր ասում են սասունցիները սասունցի հարց չէին բերում։ Ինչի՞։ Ես դա չեմ լսել։ Քանի որ երկուսն էլ շատ բուրըն, հախուռն ժողովուրդ են եղել, սասունցիները, ասում էին մեր մեծերը ասում էին թե չէ օճորքը փուլ կտան, երթիկը փուլ կգա, դրա համար սասունցիները մշեցի կամ խոյեցի էին հարց բերում սովորաբար։ Բանը, հեզ են։ Ավելի հանդարտ են, չնայած կող ունեն, համառ են շատ, այո։ Բայց դրանով հանդերձ ընտանեկան միջավայրը եղել է պահպանողական, ավանդությունները եւ այն բոլոր ժողովրդական հեքիաթները, պարերը, սովորույթները, թե խոհանոցի եւ թե ընտանեկան արժեքների սերնդեսերունդ իրենց միջոցով փոխանցվել է նաեւ հասնելով մեզ։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր անդրադարձի համար։ Ես առաջարկում եմ ներկայացնել բաղադրիչները, որոնք որ այսօր կիրառելու ենք տոլման փաթաթելու համար, եւ հետո կանցնենք իհարկե աշխատելուն։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է կոտրած ձավար, որը աղացած ձավարն է նույն տարբերակով։ Մի փոքր թրջած։ Այո, ես լավ թրջել եմ, որպեսզի մենք եփվելու խնդիր չունենանք։ Եթե չեք շտապում, ուրեմն կարող եք ոչ թրջած տարբերակով անել, բավական երկար ուղղակի կեփվի։ Ունենք այստեղ տավարի միս, բայց անդրադառնանք այս տարբերակին։ Սովորաբար, քանի որ մշեցիները նաև շատ զբաղվում էին խաշնարածությամբ, ոչ միայն տավարով, այլ նաև գար, ուլ, սովորաբար օգտագործում էին նաև ավանդական տարբերակի ժամանակ գառան միս կամ ուլի միս եւ պատրաստման համար ինքը նաև եղել է ծիսականորեն հատկապես Սուրբ խաչի հետ խաչի տոնին պատրաստում էին ուլի մսով
եւ ոչ թե աղացած տարբերակով, դե բոլորից շատ քաչ հայտնի է, որ այդ ժամանակ չկար աղալու հնարավորություն, իրենք լավ կտրատում էին, երբեմն նաեւ ծեծում էին։ Ես լավ հիշում եմ, մեր տանը դեռ պահպանվել է ոչ թե մետաղից, այլ փայտից մուրճերը, հավանգները, որ մի կողմը տափակ էր, իրենք այդպես հարթեցնում էին միսը, հետո նաեւ փշոտ մյուս կողմով ծակծկում էին, որ ավելի փափուկ լիներ։ Մյուս բաղադրամասերը, որ մենք հիմա տեսնում ենք, խնձորի եւ սալորաչիրի։ Ես այնպես եմ դրել, որ իրար հետ կարողանանք ներկայացնել։ Հիանալի։ Դա միջուկ շարելու ենք միջին շերտում, այո։ Թթվային համը ապահովելու եւ հետաքրքիր բալանս ապահովելու համար։ Այստեղ ունենք շատ կանաչի է մեզ անհրաժեշտ, որովհետև ինչպես դու նշեցիր ինձ սկզբնական հատվածում, պետք է կանաչու քանակը բավական շատ լինի։ Խառը կանաչու կապ ունենք այստեղ, նաև ունենք սամիտ։ Սամիթի մի մասը օգտագործելու ենք թանձրուկի համար, որը պատրաստված է լինելու քամած մածունից, սարի ուրցից, այսինքն թեյի ուրց է սա, եւ ունենք այստեղ սխտոր պճեղ, դա ավելացնելու է կրկին թանձրուկի մեջ։ Սոխ երկու գլուխ, որը ավելացնելու ենք խճողակի մեջ, մսային, ունենք տերև խաղողի, որի մեջ փաթաթելու ենք իհարկե, քանի որ տավարի միս է, մենք հարկ համարեցինք, իհարկե այս յուղոտ տավարի միս եմ ընտրել, բայց հարկ համարեցին նաև ավելացնել կարակ ավելի յուղոտ ստանալու համար, բայց եթե ուլի եւ ոչխարի կամ գառան մսով է, այնտեղ հարկ չկա ավելացնել կարակ։ Բավական յուղոտ է եւ այս դեպքում նաև ավելի արագ է եփվում ի տարբերություն տավարի մսի, որովհետև այս տարբերակի մեջ էլ կա սովորաբար, որ խնուսցիները նաև օգտագործում էին տավարի միսը կտրատած իրենք եւս ժողովրդական տերմինաբանության մեջ դա ընդունված է անվանել այսպես թիքով տոլմա են ասում կամ կտորով տոլմա, այդ նույն կտրատած փաթաթված տարբերակն է, ուղղակի մենք այսօր աղացած տարբերակով ենք անելու, որովհետև տավարի միսը կտրատած տարբերակում չոր կստացվեր։ Հետևաբար, եթե գառան կամ ոչխարի է կամ ուլի, կարող եք հեշտ հանգիստ կտրատել եւ պատրաստել։ Եվ ունենք այստեղ ընկույզ, որը ավելացնելու ենք խճողակի մեջ, համեմունքներ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, քաղցր եւ կծու տարբերակներ, ունենք այնտեղ ցիտրոն, արդեն մսի ցիտրոնի մասն է խոսքը եւ ունենք քարի համեմունք, որը ժամանակակից մի փոքր հավելում է, այո, որովհետեւ այն ժամանակ մի քիչ ավելի վառ դարձնելու համար, այո, որովհետեւ մի քիչ արևելքին է բնորոշ, հա, չնայած նրան, որ մենք էլ ենք համարվում արևելք, որտեվ ճանապարհային որոշակի անցումներով մեզ մոտ էլ էր գալիս համեմունքների այդ բազան եւ այլն, բայց մուշում եւ սասունում դժվար քարին հասած լիներ, հետաբար իրենց տեղային մշակույթը իրենք ունեին հետաքրքիր լուծումներ։ Այնպես որ այս համեմունքը պարզապես հետաքրքիր համ հաղորդելու եւ գեղեցիկ տեսք ու բույր ստանալու համար ենք մենք ավելացրել։ Եվ ունենք քունջուտ, որը ուղղակի գեղազարդման, այո, վերջական տեսքապահման համար է։ Ես ասեմ նաև, որ սովորաբար մաստարայում նաև օգտագործում են բացի տերևից, որովհետև հիմա անձինք եթե փնտրեն կամ շատերը եթե գիտեն, որ Թալինի տեղագրական վայրը եւ մաստարան, այնտեղ խաղող չի աճում, հիմա կասեն ինչպես խաղողի տպով են պատրաստում, սովորաբար ազնվամորու տերևով են պատրաստում, որը եւս շատ փափուկ եւ շատ յուրօրինակ համային զգացում է տալիս։ Ես այս վերջերս բացահայտել եմ, որ Մալաթիայի խոհանոցում լոբու տերևով են տոլմա փաթաթել, շատ հետաքրքիր միջուկով։ Այնպես որ մենք մի օր առիթ կունենանք նաև փաթաթելու այդ տարբերակին անդրադառնալ տոլմայի։ Եվ ես առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել եւ անցնել գործի։ Հիանալի։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ անցնենք աշխատանքի։ Ես առաջարկում եմ ես կկտրեմ սոխը եւ հուսամ չեմ արտասվի այսօր։ Եվ առաջարկում եմ Դավիթ ջան, դու կանաչին կտրես ու անցնենք մեր հետաքրքիր զրույցներին։ Ես կուզեմ խոսել քո մանկության համից։ Որն էր այն ճաշատեսակը, որ միջև օրս հիշում ես եւ եթե տատիկը կա, պահանջում ես եւ կամ խնդրում ես, որ պատրաստի քեզ համար այդ ճաշատեսակը։ Շատ վառ եւ գունեղ է մաստարայի բնաշխարը եւ հիմա երբ որ ասվում է մաստարա, ինձ տանում է մանկության վառ հուշեր, որոնք որ անցկացրել եմ իմ դպրոցական տարիներին, որովհետև դրանից հետո արդեն տեղափոխվեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածին,
կրթություն, Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Մենք անդառնանք դրան։ Իսկ դրա նախորդիվ ինչ վերաբերում է ճաշերին, բավական գունեղ է այդ ճաշացանկը։ Հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը նաև տարօրինակ անվանումներով է ճաշերը անվանում։ Օրինակ ժողովրդական վստահ եմ բոլորը գիտեն քրչիկ անվանումը։ Սա ասոցիների մշեցիների ամենայուրատուկ ճաշերից մեկն է։ Այո, հատկապես նաև քանի որ մսային հատվածը շատ է ճաշացանկի մեջ, օրինակ ғավուրմայով պատրաստում էին ջրիկ ճաշ, սոխառած իմաստն է խոսքը։ Ինքը հետաքրքիր բաղադրատոմս է ևս, քանի որ լեռնային հատվածում միսը պահելու համար իրենք մշակում էին ու մեծ մասը վերածում էին ғավուրմայի, նաև հենց այդ դրանով արիշտայով փլավներ, ғավուրմայով ջրիկ ճաշեր եւ այդ երևի թե ամենահամեղ հատվածներից է եղել, որ հիմա այս պահին մտքիս կա եւ հիշում եմ։ Իսկ ինչպես ընտրեցիր հոգևոր ճանապարհը։ Դա շատ յուրօրինակ եւ եզակի պատմական ակնարկի նման կարող եմ ասել, քանի որ ընտանիքս բավական մեծ գերդաստան է եւ իմ կյանքում հատկապես մշակույթի, գրականության եւ հոգևոր կյանքին շատ մեծ ազդեցություն է թողել մայրս եւ իր ներկայությունը այդ իմաստով շատ վառ եւ գունեղ է։ Մենք ողջունում ենք մայրիկին եւ շնորհակալություն ենք հայտնում։ Ջերմ բարևներ։ Այո։ Լավ հիշում եմ, մենք ունենք ընտանեկան տարեկան հավաք, երբ որ մեծ պապիկիս Ղազարոսի Գերդաստանի, որը եղել է մահտեսի, այսինքն հաջի եղել, այդպես ժողովրդական ասած, դեպի Երուսաղեմ ոտքով գնացել է եւ երկու ընկեր են եղել, Ղազարոսը եւ Սարգիսը, եւ իրենք բավական երկար ճանապարհ անցնելուց հետո հասնում են Սուրբ Հարության տաճար, խնդրելով, որ ամեն մեկը իր փափագ ունի, Ղազարոսը խնդրում է, որ Աստված իրեն պարգևի տղա արու զավակներ։ Մեր Գերդաստանը գյուղում հայտնի է հենց այդպես, որ մեծ մասը տղաներ են եւ շատ զավակներ, պապիկս 10 երեխա է ունեցել, 8 տղա, 2 դուստր եւ մեծ քերիս, մոր եղբայրս, երբ որ մեր այդ տարեկան հավաքի ժամանակ, երբ որ հանդիպում էինք, դա առիթ եղավ, որ ինքը բարձրաձայնի ասելով, դա երբեք չեմ մոռանում այս խոսքերը, ասաց մեր նախնիների համար մենք չունենք աղոթող մարդ։ Հա, դա շատ ազդեցիկ պատգամ է։ Իսկ այդ ժամանակ պապիկը կար, թե դեռ։ Պապիկը չէ, պապիկի պատգամն է եղել, որ սովորաբար ցավոք սրտի վերջի շրջանին մեր ժողովուրդը, բարեկամները եւ հարազատները իրար հետ համախմբվում են տխուր կամ կորստյան առիթներով եւ ինքը այդպես պատգամ թրքերեն բառ է, ասում են օսիատ կամ պատգամ։ Գիտեմ, դա տարածված բառ է ժողովրդի մեջ, պատգամ են հղում, թե ինչ անեն իրենց մահվանից հետո, որ չլինի այնպես, որ երբ իմ թոռները, զավակները, սերնդի իրար հետ ճանապարհին տեստվեն, չճանաչեն։ Գոնե տարվա մեջ մենք պետք է հանդիպենք եւ դա առիթ էր, որ ամեն տարի ուրախ հնարավորություններ բարեկամներով իրար գլուխ հավաքվելու, երգելու, պարելու, մեր ժողովրդական պարը երգը անշուշտ կար համադամ ուտելիքները իր հերթին։ Իսկ որ օրն է, թե փոխվում է։ Սովորաբար հոկտեմբեր ամսին է այդ հանդիպումը։ Շարժական է։ Այո։ Եկեղեցական օրացույցի նման շարժական է։ Ես այստեղ քանի որ կանաչին կտրատել ես, ես առաջարկում ավելացնես։ Ավելացնենք կանաչին, ես հիմա նաև մի քանի պճեղ, ինչպես ասում են, սխտոր կմանրացնեմ։ Այս անհրաժեշտ է։ Եվ պապիկի պատգամով եւ այդպես էր, ես դեռ 5-րդ դասարանում էի եւ զարմացա, որ կարող է իմ մասին խոսք լինել, ասաց Դավիթը պետք է գնա Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ինքը եկել էր Մաստարա, մենք տեսնվել էինք իրար հետ ամռանը եւ երբ որ հոկտեմբերին հանդիպեցինք, այդ պատգամը դաջվեց իմ հոգու սրտի մեջ։ Անցան տարիներ,
Երկու մասնագիտություններ կային, որ ինձ շատ հոգեհարազատ էին, դա բժշկությունն է, որը պիտի անկեղծ ասեմ, դեռ չի մարելի մեջ։ Մենք նման ենք։ Իմը նույնպես։ Եվ քանի որ ընտանիքիս մի մասը եւս բժիշկներ են, շատ մեծ ցանկություն կար կրթությունը շարունակել բժշկական ոլորտով։ Անցավ այդ этаպը, երկրորդը կինո ռեժիսուրան էր։ Դա եւս շատ հոգեհարազատ է, հիմա էլ չի մարել։ Բոլորը կա։ Այո, բոլորը կա եւ փորձում եմ նաեւ այդ ոլորտին առնչված տարբեր միջոցառումներին կամ առիթներով ներկա լինել։ Սա այդպես եւ արդեն 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակներ, այն ժամանակ 10-ամյա կրթությամբ էր, տանը հայտարարեցի ասելով, որ ես գնում եմ Գևորգյան հոգևոր ճեմարան։ Անշուշտ ընտանիքը շատ դրական ընդունեց, որովհետև նախ ճեմարանի հեղինակությունը, ովքեր են կրթություն ստացել, ինչ մեծանուն հայագետներ կամ մեծանուն մեր պատմության անձինք են իրենց առաջի քայլերը կրթական սկիզբ դրել Գևորգյան հոգևոր ճեմարանի շնորհիվ 2008 թվականին գնացի ճեմարան եւ դա առիթ ընձեռեց, որ այսօր սարկավագական հանգամանքով այցելեմ եւ ես իմ հաղորդման փաթաթենք միասին։ Վերստին շնորհակալ եմ Վահե ջան հրավերի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Քո ծառայությունը այժմ իրականացնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Այո։ Դու կցված ես, բայց կոնկրետ որ եկեղեցու, որպես սարկավագ։ Հենց Մայր տաճարում է սպասավորությունս եւ ամեն օր մենք առավոտյան ժամը 8-ին ունենք առավոտյան ծիսական արարողություն, որ կոչվում է ժամերգություն, երեկոյան ժամը 5:30 եւ յուրաքանչյուր կիրակի Մայր տաճարում մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ, որին նաեւ ես սպասավորում եմ։ Ես դեռ չեմ եկել Մայրաթոր վերանորոգման բացումից հետո եւ այդպես մեծ սպասումով եմ ուզում գալ, դեռ չի հաջողվել գրաֆիկի հետ հարմարեցնել, այո, անպայման, անպայման։ Նաեւ մեր սիրելի հեռուստադիտողներին պիտի առիթ օգտագործելով ամենքին հրավիրել Սուրբ Աթոռ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին տեսնելու վերաբացված, վերանորոգված Սուրբ Էջմիածինը իր ամբողջ գրավչությամբ եւ գեղեցկությամբ։ Ասեմ, որ շատ լավ բուրում է։ Այո, Դավիթ ջան, ես սևը տվեցի ես խճողակի։ Հիանալի, ես հիմա սխտորը ավելացնենք եւ մեկ էլ քեզ պետք է խնդրեմ այնտեղից որ աղը փոխանցես, մենք աղ եւս ավելացնենք։ Շատ կարեւոր է։ Շատ հետաքրքիր բույր ունի դեպս ամեն ինչը։ Մենք գտալ ունենք ներքևում կխնդրեմ դու այնտեղից վերցնես եւ իհարկե նաեւ ընկույզ չէ պետք է ավելացնենք այս խճողակի մեջ։ Կմանրեմ։ Ես առաջարկում եմ ընկույզը մանրել, ավելացնել այստեղ, աղը մնացածը վերջնականորեն պատրաստել եւ անցնենք փաթաթելու գործընթացը։ Ընդհատենք եւ վերադառնանք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, խճողակը պատրաստ է, մենք ունենք այսպիսի տեսք արդեն ամանի մեջ, այսինքն սալորաչիրը եւ խնձորը շարել ենք տերևների վրա ու պատրաստ է, որպեսզի տոլման ամբողջությամբ տեղադրենք հերթականությամբ շարելով։ Դավիթ ջան, ես առաջարկում եմ զրուցել նաև այս պահին քո գործունեության հետ կապված, դե հոգևոր ծառայությունը գիտենք, որ նաև միայն չի սահմանափակվում հոգևոր դաշտում ծառայելով, հա։ Ինչ ծրագրեր ես իրականացնում, հիմնականում ինչ ուղղվածություն ունեն դրանք, հա։ Դրանց մասին զրուցենք մի փոքր։ Սիրով, եթե անցյալին այդպես ասում են անցյալի հիշողության պատուհանը բացեմ, շատ պատմություններով լեցուն է կյանքս, հատկապես վերջի շրջանի իրադարձությունները, թե զինված ուժերում ունեցած իմ ծառայության տարիները, դրանից հետո Արցախի ծառայության օրերը եւ հիմա վերադարձել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ
մայր տաճարի ծիսական արարողակարգային այդ ամբողջ գրասենյակը, որը համակարգում է մայրաթոռում եղող ծիսական արարողությունները, այնտեղ է անցնում, բայց դրան զուգահեռ, Այսինքն համակարգով ես։ այո, եւ ոչ միայն, դրան զուգահեռ նաեւ լեցուն ծրագրեր, որոնք կապված են Սուրբ Գրքի ավետարանի սերտողության, քարոզչության, համայնքներ այցելության, հաճախ Հայաստանով մեկ առիթ է լինում այցելելու այն համայնքները, որտեղ մեր քահանահայրերը իրենց վստահվել է բավական թվով շատ համայնքներ եւ իրենք կարիք ունեն աջակցության, այո, եղբայրական աջակցության եւ դա լավագույն առիթն է նաեւ ծանոթանալու մեր ժողովրդի հետ, շփվելու իրենց հետ եւ հիանալի ժողովուրդ ունենք, բացառիկ համայնքային կյանքը ես շատ սիրում եմ լինելով հենց համայնքից եւ ինձ շատ հոգեհարազատ է այցելել գյուղեր, մարզեր եւ ավետարանի սերտողությամբ իրականացնել Կիրակնորիա դպրոցների ուսուցման ծրագրեր, հատկապես որ երբ ավարտեցի Գևորգյան հոգևոր ճեմարանը, առաջի որպես այդպիսին մայրաթոռում գրասենյակ, որտեղ սպասավորում էի, դա քրիստոնեական դաստիարակության կենտրոնն էր։ Այո։ Եվ կենտրոնի բուն առաքելությունն էր սովորեցնել մատաղ սերնդին հոգևոր կրթություն եւ ոչ միայն մշակութային նաեւ կրթություն, որը մայրաթոռը իրականացնում է իդեմս այն բոլոր հայորդաց տների, որոնք գործում են ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլ նաեւ Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Էջմիածնում եւ նրանց այդ երիտասարդների հետ ունեցած բազմաթիվ ծրագրերը հնարավորություն է տվել աշխարհասփյուռ նաեւ մեր տարբեր համայնքների երիտասարդների ներգրավել այդ ծրագրերի շուրջ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան անդրադարձի համար։ Ես հեռուստատողին հիշեցնեմ, թե ինչ է հիմա լինելու։ Մենք տոլման շարելու ենք, երկրորդ շերտի վրա կավելացնենք խնձորը, սալորաչիրը եւ այդպես շերտ կբարձրացնենք, հա։ Այնտեղ մենք նաեւ կպատրաստենք հետո ընթացքում միջև որ կեփվի տոլման մեր թանձրուկը եւ իհարկե կհանդիպենք արդեն ճաշակելու։ Հիանալի։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, արդեն պատրաստ է մեր տոլման, մաստարայի տոլման ես իրեն անվանում, չնայած որ մուշից է արմատները գալիս, յուրահատուկ համային բալանսը շատ հետաքրքիր է, հավասարակշռված է ամեն դեպքում եւ ես առաջարկում եմ փորձել, հետո մնացածը շարունակել։ Փորձենք։ Ես սոուսը հետաքրքիր համադրել եմ այս դեպքում, կողքն եմ դրել, որպեսզի կարողանանք օգտվել հետը։ Ունի բույրը, չգիտեմ ոնց նկարագրեմ, որ հեռուստատողին այդպես հասանելի լինի։ Անմահական։ Ասում է Էռնակ Քուդիրուն։ Իսկապես շատ համեղ, անպայման Չիանաչրով, այո։ Դավիթ ջան, ես անչափ շնորհակալ եմ քեզ այս յուրահատուկ բաղադրատոմսի համար եւ շնորհակալ եմ, որ այսօր քո գեղեցիկ խոսքով համեմեցիր իմ հաղորդաշարը։ Շնորհակալ եմ Վահե ջան, բացառիկ էր վերստին հնարավորություն ունենալ խոսել երկրի մասին, մեր արմատների մասին, Հայաստան աշխարհի մի հիանալի գողտրիկ անկյան մասին, որ է Մաստարան, սիրելի հեռուստադիտողներ, ովքեր եթե չեն եղել, ամենքից սիրով ուրախ կլինեմ հրավիրել Մաստարա, լինել այնտեղի պատմական եկեղեցում 7-րդ դարի Սուրբ Հովհաննեսում, նաև տեսնել այնտեղի ժողովրդին, թե ինչպիսի ավանդական կյանքով ապրող հայի ընտանիքներ կան։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Շնորհակալություն։
Այսօրվա բաղադրատոմսը յուրահատուկ էր։ Հայկական խոհանոցի տոլմաների բաղադրատոմսերի եւ տարբերակված բաղադրատոմսերի շարքը աննկարագրելի է եւ անվերջ։ Շնորհակալ եմ Դավիթ Սարգսակին այս յուրահատուկ բաղադրատոմսը մեզ հետ կիսվելու համար։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենթանին։